Պարոն Բեգոյան, իրականում այո, տնօրենների հետ հանդիպումից հետո բազմաթիվ բարձրաձայնված հարցերի շարքում, նաև ընդհանուր ծառերի ֆոնդներ դպրոցների բակերում, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր չմարող եւ չհանգող խնդիրների շարքում է գոյուղիների անվերջանալի վթարները, որոնց համար կրկին ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ուղիղ պատասխանատվություն չի կրում, բայց ընդհանուր ակնկալիքներ կան նաև Երևանի քաղաքապետարանից։ Մենք, պարոն Արոյան, հաջորդ տարվա համար մոտ 300 միլիոն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որով մենք պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց կարծում եմ նաև պետք է իրավական ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք պարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում, չնայած որ պարբերաբար նաև որոշակի սուբսիդավորումներ նվազում են Երևանի քաղաքապետարանի, վերջերս մենք կարողացանք նաև իհարկե ուղիղ վարչապետի հանձնարարականով մենք ստացել ենք ֆինանսական աջակցություն տրոլեյբուսների համար, բայց կարծում եմ շատ ազնիվ խոսակցություն պետք է տեղի ունենա այս ոլորտում տիրող իրավիճակի մասին, որովհետև 400 վթար գոյուղիներում շաբաթական եւ այդ այսպես ասած այդ գոյուղիների վթարները տեղ չունեն որպես այդպիսին, մենք պարտավոր ենք եւ ստիպված ենք մոտ 300 միլիոն դրամ գումար դնել այդ սպասարկելու համար հաջորդ տարի։ Երևի թե պետք է խնդրենք մեր գործընկերներին կառավարությունում, Վեոլաջրի հետ, ձեզ հետ, ջրային կոմիտեի հետ, հասկանալ լավ վերջի վերջո այս խնդրի տերը ով է։ Եթե ուզում են մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք, որովհետև արդեն տենց ուղակի մարդիկ մեզանից պահանջում, ես օրական տենց մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր գոյուղիների վթարների վերաբերյալ։ Չնայած որ էլի եմ ասում, գոյուղիները բոլորը ցանցը պետական գույք է, չգիտեմ, մի մասը հանձնված է Վեոլաջրին, մի մասը հանձնված չի, չգիտեմ էլ նույնիսկ ինչ վիճակում է։ Մենք ինչ որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ եւ իրականում հիմա լավ գումարը դրեցինք, բայց դրա վաղվա իրավական ձևակերպումը ինչ պետք է լինի։ Ինչ հիմքով ենք մենք դա անում, որ մեր լիազորության շրջանակում եկեք ֆիքսենք ինչ որ միտեղ լավ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք մեր գլխի ճարը վերջնական տեսնենք, բայց սենց օթում չթողնենք։ Շատ լավ պարոն քաղաքապետ, գույքագրումը կավարտենք Տիկին Խաչատրյանի հետ, հրատապ անենտացների Արդեն 3 տարիա գույքագրում ենք, պարոն Արոյան, 3 տարիա գույքագրում ենք, գրություն ենք, գույքագրում ենք, գրություն ենք գրում, իմպերատիվ որոշել եմ, որ 300 միլիոն ուղղակի պետքա մյուս տարի դնենք եւ վերջ անկախ յուրաքանչյուր գույքագրումից իրավական որևէ ձևակերպումից։ Կարևոր չի, մեր գույքն է, մեր գույքը չի, մենք պետք է սպասարկենք, թե չպետք է սպասարկենք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն։ Վարչական շրջանի ղեկավարները բոլորը այստեղ նստած են, մարդականի հայտ եք ստանում գոյուղու վթարների հետ կապված։ Մի հատ եկեք այս հարցին անել, հիմա լավ ասենք չխոսացինք, ինչքան լավ չխոսա։ 300 միլիոն մյուս տարի դրել ենք ժողովուրդ ջան, մենք ինչ որ գումար կունենանք էլի, տենց հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Երիք եղավ, լավ։ Շատ լավ պարոն քաղաքապետ, իրավական սահմանազատման հարցը մենք Վիոլաջրի եւ ջրային կոմիտեի հետ կավարտենք։ Ջորջ ջան, սենց ասեմ, եթե ոչ մեկ դրան տեղ չի, ես դեմ չեմ, լավ եկեք սաղ փոխանցենք Երևանի քաղաքապետարանին, հասկանանք։ Հիմա լավ ասենք նույն մետրոպոլիտենի հարցը, ասենք մետրոպոլիտենի սուբսիդավորման համար Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի պլանավորել է ինչքան 3.9 միլիարդ Տիկին Ավետիսյան։ Այո, պարոն քաղաքապետ։ Մետրոպոլիտենը պետական գույք է, չէ՞։ Այո, օղակ է։ Մենք սուբսիդավորում ենք մոտ 3.9 միլիարդով։ Մի 2 տարի առաջ ինչքան է եղել մեր սուբսիդավորման չափը։ 0։ 2 միլիարդ 299 միլիոն։ Չէ, մեր սուբսիդավորման չափը Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող։
գումարը մենք չենք սուբսիդավորել, Երևան համայնքի բյուջեից չենք Այո, ֆինանսավորել։ այդ է ուզում լսեի։ Հիմա արգելի գործընկերներ, ընդհանուր միտում կա, ոնց որ տենց մեր ծախսային ուղղություններով մեզ ծառաբեռնելու եւ չգիտեմ էլի, ասենք անկեղծ եմ ասում, մեկ-մեկ չեմ հասկանում ինչ տրամաբանությամբ եւ ինչի հաշվին, որովհետեւ ինչ որ բաներ կա, որ մենք էլ պետք է օբյեկտիվորեն ասենք դե Ժորժ ջան, գիտեք, եք լավ չենք կառավարում կարողա, ասենք ինչ որ բաներից մենք հրաժարվենք, ասենք չգիտեմ ով է լավ կառավարում, ֆինանսների նախարարությունը օրինակ, միգուցե կարող է մեզանից լավ է կառավարում, որովհետև տարից տարի ստացվում է այդ սուբսիդավորման չափերը նվազում են, իսկ մեր ծախսերը ոնց որ թե ավելանում են։ Այսինքն մենք մի կողմից ոնց որ լավ ենք աշխատում, Երևանի քաղաքապետարանի եկամուտները ավելացնում է, որ կարողանա ավել ճանապարհ սարքի, ավել բակ սարքի, ավել չգիտեմ մյուսը, հետո ստացվում է, գիտեք, տենց այն որ ձերը չի կոմունալը, էդ է դուք արեք։ Մետրոյի փողն եկեք նվազեցնենք, էդ էլ դուք ավել դրեք լավ հետո։ Ասենք ինչքան լավ, մենք մեջտեղից ճղվենք, էս անենք, այն անենք, սալարը եկել է, վերլուծություն է անում եւ նայում է համայնքների բանը, ֆինանսավորման չափերը ընդհանուր առմամբ, դե այդ հələ առանձին մի հատ խոսակցություն է, այդ իհարկե կքննարկենք, բայց որպեսզի հասկանաք, Երևանը սեփական եկամուտները մի կողմ դրած մյուս համայնքների հետ համեմատած։ Մյուս համայնքներն էլ են թերֆինանսավորվում։ Ասենք մի հատ լեգենդ կար, չէ՞, որ Երևանը շատ հարուստ, ամենաշատ փողը Երևանին ենք տալիս, ծիծաղելի թվեր են։ Ծիծաղելի, որ այդ տվյալները sense նայում ես, հասկանում ես, որ դե ասենք նորմալ է, որ այսքան խնդրեմ ունենք։ Մենք ամեն անգամ եկամուտները տարեց տարի ավելացնում ենք, մեզ տարեց տարի տենց մյուս կողմից նվազեցնում են։